Բարև, շնորհակալ եմ հրավերին համար, ուրախ եմ և կարևոր կնկատեմ այս հանդիպումը և այս կարևոր հարցերուն պատասխանելը։ Սկսեմ առաջին հարցում են, որ ինձ հարցվեցավ, շատ խոսվի սպիրկի ներուժի մասին, հայրենիք սպիրկի գաբի մասին, որն է սպիրկի թերագադարությունը, ինչ նշանակություն ունի սպիրկը մեր ազգին համար։ Այսօր մեծ աշխատանք կդարվի սպիրկի կողմէ, հայտարարի հանձնախումբերու կողմէ, հայտարարի գրասենյակներու կողմէ, զանազան գազագերբություններու կողմէ, որբեսի հայ ժողովրդի շահերը պաշտպանվին, քաղաքական շահերը պաշտպանվին, սպիրկը իր կարելին գնե, սպիրկը թերագադարություն ունի այսօր համահայկական հարցերու լուծման մեջ, սակայն այնինչ կտեսնենք, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները իրենց ազգի բարակման այս քաղաքականության մեջ չեն օգտվիր սպիրկի ներուժեն։ Այս իշխանությունները իրենց հետևողական քայլերով Հայաստանի այսօրվա հանրապետությունը գմիդին վերածել Արևմտյան Ադրբեջանի։ Եվ այս ընթացքը գրնա թվիլ, թե այսօր չափազանցված է, գրնա թվիլ, թե ծայրահեղ է, սակայն հիշեցեք, արդյոք 5 տարի առաջ, 6 տարի առաջ Արցախը պիտի գործընծնենք գհավադայիք, շատեր չէին հավատար և գսեին, որ ծայրահեղ կաղապար է, չափազանցված է, բայց եղավ այնինչ եղավ։ Հետևաբար այս Միացյալ Ադրբեջանի ստեղծումը նաև պետք է նկատել որպես իսկական վտանգ։ Հավանաբար միավորը այդ Հայաստան, Արցախ, սպիրկ այդ երամիասունթենեն միավորը, որ այսօրվա Հայաստանի շահերը, հայության շահերը կպաշտպանի, սպիրկն է։ Դժբախտաբար Արցախը այսօր ժամանակավորվես չկա, Հայաստանի իշխանությունը բոլորին ուշադրությամբ կաշխատին, միավորը սպիրկն է։ Ուրեմն սպիրկը պետք է գարենա հավելյալ գազագերբվածությամբ, հավելյալ աշխուժությամբ, թափով շարունակե ընդլայնե հայ ժողովրդի շահերու պաշտպանությունը։ Լավ է։ Թափը արագությունը օքեյ, լավ է, այսինքն ավելի։ Երկրորդ հարցումին պատասխանեմ, հայրենիքը ճգնաժամի մեջ է, գտվի թե սպիրկնալ այդ պատկերը գբարզե, արդյոք ինչ է պատճառը, ինչպես կտերսևորվի այդ ճգնաժամը։ Այո, Արցախի գորուստը աստեց, հուսախաբություն, հուսալքություն, բերավ սպիրկի մեջ, բայց նաև այսօր սպիրկահայությունը պետք է համոզվի, որ Հայաստանի այս իշխանություններու քաղաքականությունը հստակ հարված է սպիրկի եւ ընդհանուր հայ ինքնության եւ սպիրկին թեմ։ Հարված է, որովհետեւ դարիներու, դասնամյակներու աշխատանքը սպիրկի այսօր արժե զրկվելու ընթացքի մեջ է, հայկական ինքնության սպիրկի աբակա սերունդներու ինքնության մեծ հարվածը այսօր հասցվի և սպիրկը դարձյալ հայաբահբանության խնդիր պիտի ունենա հարաճիգա դարիներուն, որովհետև այս քաղաքականության պատճառով սպիրկահայությունը պիտի հեռանա, իր արմատներեն, Հայաստանեն և այս գացությունը նաև սպիրկահայության վրա պիտի ասել։ Սինեն, սուդեն, գեղձեն այն բոլոր կաղապարները, որ գսեն, որ սպիրկը գրնա քոյադևել մինագը առանց Հայաստանին, որ պետք է գետրոնանանք այլևս սպիրկի վրա, որովհետև սպիրկի վրա գետրոնանալով ավելի արդյունավետ գրնան գլալ, կամ մենք մեզի գրնանք սպիրկի մեջ բահել, մեր ինքնությունը բահել։ Սխալ է։ Ճիշտ կնմանի այն քաղաքականության, այն դրամապանության, որ Նիկոլ Փաշինյանը գսեր, երբ սեր Արցախը եթե Արցախեն հրաժարինք, պիտի գրնանք Հայաստանը փրկել։ Եթե այս դրամապանությունը սխալ դրամապանություն է, այո Հայաստանեն սպիրկը հերանա եւ կոնե ինքնին փրկե, նույն սխալ դրամապանությունն է։ Այո, կան այսօր գոչեր Հայաստանեն, նաեւ սպիրկեն դժբախտաբար, որ գսեն գետրոնանանք մեր վրա, որ երամիասնությունը
լոզունգ էր միայն եւ պետք է այդ երամիասության այդ քաղաքարով առաջնորդվել, որ պետք է այսօր ըսկուշը լալ, որ պետք է խառնել սպիրկը Հայաստանի այսօրվա իրադարձություններուն, որ եկեղեցվոթեմ բայկարը միայն Հայաստանյաց առաքելական եկեղեցվոթեմ բայկարը ոչ սխալ է, այդ բայկարը ամբողջ եկեղեցվոթեմ է, սպիրկը ոչ միայն Հայաստանի ամբողջականության համար, հայրենիքի շահերուն համար, Արցախի վերադիրացման համար պետք է բայկարի, այլ սպիրկը այս իշխանություններուն եւ քաղաքականության թեմ, անոնց դեմ պետք է բայկարի իր իսկ շահերուն համար։ Երրորդ հարցումին հետ պատասխանեմ, ինչ անելիքներ ու առաջնահերթություններ ունի սպիրկն այսօր։ Սպիրկը պետք է զորաշարժի ենթարկի իր ամբողջական ուժերը։ Սպիրկը չի գրնար հանդիսադեսի թերի մեջ ալ, սպիրկը չի գրնար անդարբերը լալ։ Առանց Հայաստանի ասկային հզոր բեդության մենք սպիրկի մեջ տադաբարդված ենք շատ ավելի արագ ցուլումի ընթացքին։ Անհրաժեշտ է այսօր սպիրկը անշուշտ իր դեսլագանը փյուրեղացնե սպիրկը գարենա երկու ուղղություններով աշխատի։ Առաջին շինիչ սպիրկի զորականությունը, սպիրկի գազագերբվածությունը դարբեր ոլորտներու մեջ գրթական, գազագերբական, հասարակական, դնդեսական եւ այլեւայլ ոլորտներու մեջ գարենա հզորացնել այդ թրագան սպիրկի ուղղությամբ աշխատանքը գարենա գդարել, բայց նաեւ սպիրկը պետք է գիտակցի այն վտանգները, որ այսօր կան, որ այսօր գսպառնան իր քոյությանը եւ այդ վտանգներու առաջնահերթ դեղը կգրավե այսօրվա Հայաստանի իշխանություններու քաղաքականությունը եւ բայկարին ոչ թե միայն իշխանություններու դեմ, այդ իշխանություններու քաղաքապարախոսության դեմ եւ անշուշտ այս բոլորը պիտի կարելի լա եթե Հայաստան սպիրկ այդ հարաբերությունները մնան ամուր եւ զարգանան, որովհետեւ այս անչափ առանց համատրումի աշխատանքը իր արդյունքներ չի գտնար տալ։ Ուրեմն հավելյալ գազագերբվածություն, հավելյալ աշխատանք իխնդիր սպիրկի Հայաստանի եւ ընդհանրապես հայության հզորացման։ Okay.